հարցս ուղղում եմ սոցիալական աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար պարոն Թորոսյանին։ Պարոն Թորոսյան, այսօր էլ մեր հասարակության մեջ հանդիպում ենք անչափահասների, որոնք աշխատում են չունենալով կնքված աշխատանքային պայմանագիր այս կամ այն գործատուի մոտ, ինչն էլ բնականաբար օրենքի խախտում է եւ անչափահասի իրավունքների ոտնահարում։ Անկասկած ունեք ուսումնասիրություններ այս արատավոր երևույթի հետ կապված, պարոն նախարար, կան որոշակի տվյալներ եւ ինչպիսի աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցի համար։ Այո, ցավոք սրտի լինում են նման դեպքեր, հիմա ձեռքի տակ թվեր չունեմ, արձանագրված դեպքերի մասով աշխատանքային իրավունքների տեսչական մարմիններն են հիմնականում զբաղվում, բայց կունենանք եւ կտրամադրենք ձեզ իհարկե, բայց ես ավելի լայն հարցին անդրադառնամ։ Իհարկե անչափահասների դեպքը առանց պայմանագրի աշխատելու ավելի խոցելի դեպք է, որտեղ անչափահասները կարծես թե իրենց ներկայացնելու տեսանկյունից եւ իրենց իրավունքները պաշտպանելու տեսանկյունից ավելի խոցելի են, քան չափահասները, բայց սա նաեւ պետք է դիտարկել ընդհանրապես չգրանցված աշխատողներ ունենալու հարցի համատեքստում եւ այս հարցը ոչ միայն աշխատանքային իրավունքներին է վերաբերում, այլև ընդհանրապես հարկային կարգապահությանը, որը երկու հարցներ իհարկե կարևոր է մեր համար եւ այս հարցի լուծման համար է նաեւ որ մենք ներենք դնում էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի համակարգը, որը իդեպ արդեն գործարկվել է կամավորության սկզբունքով եւ շուտով հունվարի 1-ից այն դառնալու է պարտադիր, այսինքն բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն հատուկ հարթակի միջոցով եւ լինեն էլեկտրոնային, ինչը նաեւ թափանցիկ է դարձնում այդ ամբողջ գործընթացը եւ նույնիսկ կարիք էլ չի լինում մտնել որևէ տնտեսվարողի հաշվապահության մեջ, գտնել դրանք եւ հասկանալ արդյոք օրենքի շրջանակներում է թե ոչ։ Այս տեսանկյունից նաև այդ հարցը կլուծվի, բայց իհարկե անչափահասների նկատմամբ վերաբերմունք ընդհանրապես երեխաների նկատմամբ եւ այն տարիքի երեխաների, որոնք որ արդեն իրավունք ունեն աշխատելու, որտեղ տարբեր տարիքում տարբեր աշխատանքի իրավունք ունեն, մեր ուշադրության կենտրոնում է եւ եթե կլինեն դեպքեր կոնկրետ, որոնցով պետք է ավելի մանրամասն զբաղվել եւ գնալ դրանց հետևից, խնդրեմ մեզ տեղեկացրեք թե մեր լիազորությունների շրջանակներում, թե կառավարության մյուս գործընկերների լիազորությունների շրջանակներում իհարկե կզբաղվենք դրանցով։ Արձագանք։ Շնորհակալություն պարոն նախարար, հիմնականում անչափահաս մեր քաղաքացիները ներգրաված են առևտրային ցանցերում եւ ժամանցային վայրերում, բնականաբար տարվող աշխատանքները կարծում եմ